Բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը մայիսի 27-ին հրաժարվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցից։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման 4 տարիների ընթացքում սա աննախադեպ քայլ էր։ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ A1+-ի եթերում հարցազրույց է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։ Մեր հյուրն է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուլղադարյանը։ Բարև ձեզ, պարոն Բուլղադարյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Դուք արդեն տեղյակ եք դատախազության այդ հրաժարումից եւ իրավաբանական մասնագիտական շրջանակներում կարծիք կա, որ դա ազդեցությունն է սահմանադրական դատարանի ապրիլին կայացած այն որոշման, այն սահմանափակումներին, որը նորից վերաբերում էր ապօրինի ծագման բռնագանձման, գույքի բռնագանձման մասին օրենքին։ Իսկապես դա այդպես է եւ ինչպես եք մեկնաբանում այդ քայլը դատախազության։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար, տեսեք, որպես այդպեսին ինքը առաջին դեպքը չէ, որ մեկ տենց ուղում անենք, նախկինում եղել էր էլի հրաժարումներ հայցերից, որոշակի գործերով, բայց իրոք սահմանադրական դատանի որոշումից հետո սա առաջին հրաժարումն էր, թեև դատախազության կողմից պաշտոնապես պարզաբանումը այդպես էլ չեղավ, ես էլ ինքս նայել եմ դատական նիստի արձանագրությունները, այնտեղ այնպես չի նշվում է սահմանադրական դատանի որոշման արդյունքում այս հրաժարումը տեղի ունեցել, բայց ենթադրում եմ, որ դա է խնդիրը, որովհետև սահմանադրական դատանի ինքնին իր որոշման մեջ այնպիսի մեկնաբանություններ օրենքին տվել, որ Վահագն Վերմիշյանի դեպքում կոնկրետ այս գործով հնարավոր է, որ հիմքը հանդիսացել է հենց սահմանադրական դատանը, մասնավորապես սահմանադրական դատանի տված պարզաբանումներից մեկը այն է, որ եթե գործը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ուսումնասիրությունը սկսվել է քրեական գործով, հիմքը հանդիսացել է քրեական գործը, պետք է բռնագանձման ենթարկվի այն գույքը, որը ձեռք է բերվել կապ կա քրեական գործի հետ, մեկ մեկնաբանություն էլ վերաբերվում է, որ պետք է պաշտոնատար անձ հանդիսանա անձը, այսինքն բռնագանձվի այն գույքը, որը սկսում է պաշտոն ձեռք բերելուց հետո, այս դեպքում Վահագն Վերմիշյանի դեպքում բնականաբար գույքերի մեծ մասը ձեռք է բերվել մինչև թե պաշտոն զբաղեցնել է, թե քրեական գործի հարուցվել է, ենթադրում է, որ հիմքը հանդիսացել է սահմանադրական դատանի որոշումը, թեև կրկին ասում պարզաբանում որպես այդպեսին դեռևս չի եղել։ Անկախ այն հանգամանքից, որ մինչև պաշտոնավարումը Վահագն Վերմիշյանի նրա ձեռք բերած գույքը ապօրինի էր, թե ապօրինի չի, արդեն օրենքը պետք է տարածվի միայն պաշտոնավարման ընթացքում ձեռք բերվածի վրա։ Այլ պետությունը կամ դատախազությունը իրավունք չունի հետևել մինչև պաշտոնավարումը ձեռք բերած նրա գույքին, հա, սահմանադրական դատարանի այդ որոշումից հետո։ Ըստ որոշման մեկնաբանության որոշումը առնվազն դա է պարզաբանել օրենքի այդպիսի մեկնաբանություն է տվել։ Իսկ դատախազությունը այդպիսի պրակտիկա չուներ մեկնաբանել այդ ֆորմատով, որովհետև օրենքից էլ դա չէր բխում, օրենքը թույլատում էր անկախ գույքի ձեռքբերումը պաշտոնից հետո չէր արագ կապ չկար, բռնագանձման պահանջ ներկայացնել այն գույքերի նկատմամբ, որոնք ավելի վաղ են ձեռք բերված, հասնելով ընդհանուր մինչև 91 թվականի սեպտեմբերի 21, այսինքն Հայաստանի 7-րդ հանրապետության անկախացումը, բայց սահմանադրական դատանը հիմք ընդունելով նաև միջազգային պրակտիկան, հիմք ընդունելով նաև եվրոպական դատարանի որոշակի պարզաբանումներ, նորմեր, այսպիսի վարույթների համար տարբեր փորձեր, նաև մոդելները հաշվի առնելով տվեց այս մեկնաբանությունը եւ նշեց, որ ամեն դեպքում բռնագանձման ենթակա գույքը պետք է կապվի պաշտոնի կամ արարքի հետ։ Ու ենթադրում եմ, ինչպես նշեցի, Վահագն Վերմիշյանի գործը հրաժարումը հիմնված է դրա վրա։ Այնուամենայնիվ դատախազությունը, օրինակ այս պահին Վահագն Վերմիշյանն է, որոշակի կասկածներ է ունեցել նրա մինչև նաև պաշտոնավարմանը գույքի օրինականության հետ կապված։ Այսինքն անկախ այն հանգամանքից դա օրինական ճանապարհով է ձեռք բերվել, թե ապօրինի, այլևս դատախազությունը չի կարող քննել այդ գործերը, այդ գույքերի օրինականության հարցը։ Եթե դիտարկենք սահմանադրական դատանի որոշումը, այս պահին այս մեկնաբանությունը դատաներ այլ մեկնաբանություն չտան, սահմանադրական դատանի որոշումից բխում է դա։ Այսինքն պետք է ամեն դեպքում կապ տրվի ինչ-որ արարքի կամ անձի պաշտոնի հետ։ Նախկին բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ արդեն դատախազությունը որոշ դեպքերում արդեն դատարանն է ներկայացրել, որոշ դեպքերում դեռ քննության փուլում է, ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ բազմաթիվ գործեր կան։ Այս սահմանադրական դատարանի որոշման կողմից այս նախադեպությունը կարող է արդեն տարածվել նաև ուրիշ այլ գործերի վրա։
Կարծում եմ, որ այո, ինչքանով որ ես այս որոշման հրապարակումից հետո հետևել եմ նիստերի ընթացքին, գործերի ընթացքներին, մեծամասամբ այս մոտավորապես 2 ամսվա ընթացքում մոտ 1.5 ամիս արդեն որոշումը հրապարակված է, այս ընթացքում դատախազությունը գրեթե բոլոր նիստերով հետաձգում է, խնդրում է ժամկետ, որպեսզի ինքն էլ հասկանա, որ գործով իրենց մոտ դիրքորոշում ձևով են, հասկանա, որ գործի վրա ինչպիսի ազդեցություն է ունենալու։ Միանշանակ, եթե դատախազությունը նույնիսկ այդ դիրքորոշումը չհայտնի, այսինքն Վահագն Վերմիշյանի գործը լինի եզակի եւ մյուս գործերի վրա չտարածվի, ամեն դեպքում դատանների կողմից այդ մեկնաբանությունը պետք է դա սահմանադրական դատային որոշումը դատանի կողմից պետք է միանշանակ գնահատման արժանանա եւ արդեն իսկ եթե նույնիսկ դատախազության կողմից որևէ քայլ չձեռնարկվի, դատանները իրենց եզրափակիչ ակտերում պետք է որոշման անդրադառնան եւ հայցը բավարարեն կամ մերժեն հաշվի առնելով նաեւ սահմանադրական դատանի մեկնաբանությունները։ Այսինքն, եթե դատախազությունը չհրաժարվի, նորից հրաժարվելու հայցեր դատարանը չներկայացնի, ապա դատարանն ինքը այդ քայլին կգնա, մտածելով, որ Այո, որտեղ սահմանադրական դատանի որոշումները իրենք իրենցով կատարում են պարտադիր իրավական համակարգի մաս են, այսպես ասած, եւ սահմանադրական դատանի որոշումը դատանի համար ինքը ուղենիշային է եւ պետք է այդ մեկնաբանությունը հաշվի առնի ինքը իր եզրափակիչ դատական ակտում։ Այլ հարց է դատավորը ինչպես կմեկնաբանի, արդյոք դատավորի մոտ որտեղ վեսպային իրականում մասնագիտական համայնքում սահմանադրական դատանի որոշման մասով բավականին հակասական կարծիքներ կան, դատախազությունը եւ պետության այլ ներկայացուցիչներ մեկ այլ բան են մեկնաբանում, փաստաբանների կողմից այլ մեկնաբանություն է տրվում անդադ որոշումներին, ես ամեն դեպքում վերջնական որոշում կայացնողը դատարաններն են, դատարանները ինչպիսի որոշում կկայացնեն, դա արդեն ժամանակը ցույց կտա, այս բանին դեռևս չենք կարող ասել։ Իսկ դուք ինչպես եք մեկնաբանում սահմանադրական դատարանի այդ որոշումը։ Տեսեք, որոշումը բավականին ինքը իմ կարծիքով որոշումը բավականին քիչ հարցերի անդրադարձավ, բավականին շատ հարցեր սահմանադրական դատարանը թողեց պրակտիկային, ամեն դեպքում կային այնտեղ որոշակի հարցեր, շատ չեմ ուզում մասնագիտական այս բանին շատ մասնագիտական քննարկում խորացնել, ամեն դեպքում ֆորմատը հաշվի առնելով, բայց սահմանադրական դատանի ամեն դեպքում կարող է որոշակի հարցերին ավելի մանրամասն անդրադառնալ, ինչ վերաբերում է առանցքային հարցերին, ամեն դեպքում ես էլ ուսումնասիրել եմ որոշումը, բավականին ինքը այնտեղ բավականին հետաքրքիր մեկնաբանություն է տվել է որոշ հարցերում, այդ թվում պաշտոնի հետ կապ եւ այլն, այսինքն փաստացի ինքը օրենքը տվել է այնպիսի մեկնաբանություն, որը որ մինչեզ ոչ մի այդպիսի մեկնաբանություն չի եղել, հենց նույն կապել որևէ արարքի հետ կամ կապել պաշտոնի հետ, բայց ինչպես ասած նշեցի, բավականին շատ հարցեր բաց է մնացել, հենց օրինակ հարց է մնացել, թե ինչ պետք է արվի այն գործերը, օրինակ օրենքում հստակ մեկնաբանություն կար, հստակ կարգավորում կար, որ այն անձինք, ովքեր քրեական գործով արդարացվել են, քրեական գործի արդարացումը հիմք չէ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթը կարճելու համար։ Բայց այստեղ մեկ խնդիր է առաջանում, եթե սահմանադրական դատանի որոշման մեջ նշում է, որ պետք է ամեն դեպքում լինի արարքի կամ պաշտոնի հետ կապ, եթե վարույթը հարուցված է քրեական գործով, ինչպես եւ անձը արդարացվել է, արդյոք այստեղ պետք է վարույթը կարճվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, թե ոչ։ Եվ մի շարք այդպիսի հարցեր են նշել, այս կամ նույն արարքների ցանկը, որտեղ սահմանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, սահմանում է քրեական օրենսգրքային արարքները, որոնց հիման վրա պետք է սկսվի վարույթը, որոնց դեպքում պետք է սկսվի վարույթը, այս դեպքում կան երբ որ ինքը ասում է, որ պետք է կապ սահմանադրական դատանցում, որ պետք է լինի կապ արարքի եւ ձեռբերված գույքի հետ, այստեղ մենք օրենքում ունենք հոդվածներ, որտեղ այդ արարքները չեն ենթադրում գույքի ձեռբերում, այսինքն այդ արարքի չի ենթադրվում, որ անձը կարող է գույք ձեռբերել, այլ մի բան էլ ինքը գույք է տվել այլ անձի, օրինակ նույն կաշառք տալը ինքը գույքի ձեռբերում չի ենթադրող արարք է, բայց այս դեպքում պարզ չի թե սահմանադրական դատանի որոշումից հետո դատանները ինչ մեկնաբանություն են տալու նմանատիպ գործերում։ Եվ մի շարք այլ ընթացակարգային հարցեր էլ բաց մնաց սահմանադրական դատանի որոշման արդյունքում, ամեն դեպքում ժամանակը ցույց կտա, սահմանադրական դատանը ամեն դեպքում իր համար մեկնաբանության տեղ թողել է, նշել է, որ որոշ հարցերի դեպքում ավելի մանրամասն մեկնաբանություն կտա, երբ որ գործով կոնկրետ կգան սահմանադրական դատանին կդիմեն եւ տեսնենք ժամանակը ինչ կցույց կտա, մենք ունենք նաև մի եվրոպական դատանի ուղղության ունենք դեռ որոշ գործերով միանշանակ եվրոպական դատանի դիմումներ լինելու են, եվրոպական դատանի դիրքորոշումները տալու է, որոշակի չափանիշներ սահմանելու, այսինքն դեռ սենց այսպես ասած այս վարույթը շատ սաղմնային փուլում է իրականում, թեև 2020 թվականից գործում է եւ սաղմնային փուլ է եւ այս նույն սահմանադրական դատանի որոշումը եւ վարույթի տարբեր մեկնաբանությունները պրակտիկան շատ փոփոխությունների են ենթարկվելու այս
Ասացիք Եվրոպական դատարանում դեռ այս պահին կան ապօրինի ծագման գույքի բռնականացման վերաբերյալ, հա? Այս պահին չունենք, բայց կլինեն։ Բայց միանշանակ կլինեն, որովհետև ՄԻԵԴ միանշանակ հղում կտա, հա, իր որոշումը կայացնելիս, եթե իսկապես արդեն այս կայացված վճիռները ուղարկվեն ՄԻԵԴ, հղում տալով մեր սահմանադրական դատարանի։ Կարծում եմ, այո, միանշանակ չասենք, բայց կարծում եմ, եթե դիմող կողմը, գանգատը ներկայացնող կողմը Եվրոպական դատարանի խնդիր բարձրացնի, որ դատարանի կողմից ներպետական ացիանում սահմանադրական դատարանի նորմի այլ մեկնաբանություն է տրվել, չեմ բացառում, որ Եվրոպական դատարանը այդ հարցին կանդրադառնա որոշակի ուղենիշներ կսահմանի կամ որոշակի հարցերին կանդրադառնա, դա արդեն կախված է ինչ գանգատ կներկայացնեն, ինչ հարց կբարձրացնեն Եվրոպական դատարանի առաջ եւ Եվրոպական դատարանը կգտնի արդյոք որ դա իր քննարկման ենթակա հարց է, որովհետեւ Եվրոպական դատարանն էլ բավականին իրավական բազով, այսպես ասած, սահմանափակված է, այնտեղ պետք է կոնկրետ կոնվենցիայի խախտում ցույց տան, որը, չգիտեմ, գանգատ ներկայացնողը ինչպես կհիմնավորի, դա էլի ժամանակի հարց է։ Նույն Վերմիշյանի օրինակով բերենք, իհարկե հավանաբար միայն ինքը չի լինի այդպեսին, բայց ամեն դեպքում, եթե Վերմիշյանի կամ մեկ այլ պաշտոնյայի դեպքում կասկած կա իրավապահ մարմինների կողմից, որ մինչև այդ անձին իրենց պաշտոնավարումը ձեռք բերած գույքը ձեռք են բերել ապօրինի ճանապարհով ու դա այլևս չի կարող ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում քննարկվել է դեպքում ինչ կարող են անել իրավապահները։ Չգնալ այդ գույքի հետևից, որովհետև պաշտոնյան իր պաշտոնավարման ընթացքում ըստ էության ենթադրվում է որոշումից այո, դա է ենթադրվում, որ ամեն դեպքում մեթոդական առումով, եթե ընթացակարգին անդրադառնանք, սահմանադրական դատարանի որոշումը, այսպես ասած, այն մեկնաբանությունն է տալիս, որ իրավասու մարմինը այո պետք է հաշվի այդ գույքը, այսինքն այնտեղ ոնց է արվում հաշվարկը, եթե գործին հետևեք, այնտեղ իրավասու մարմինը դիմաց դատախազության հաշվարկում է անձի եկամուտները, ծախսերը, ձեռքբերումները եւ համադրում է արդյոք կոնկրետ օրվա դրությամբ ուներ այդքան եկամուտ թե չէ։ Ըստ սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությամբ առնվազն ես այդպես եմ հասկացել, որ իրավասու մարմինը պետք է հաշվարկի ամեն դեպքում արձանագրի, որ այս գույքը հնարավոր է իր եկամուտներով հնարավոր չէ ձեռք բերել, բայց պահանջ չներկայացնի։ Իհարկե սա էլ է մեկ այլ խնդիր, որովհետև ի սկզբանե օրենքի տրամաբանությունը չի ունեցել, բայց ամեն դեպքում սահմանադրական դատարանի որոշումը վերջնական որոշում է, բողոքարկման ենթակա չի ու կատարման ենթակա որոշում է, արդեն այս որոշման լույսի ներքո պետք է դատախազությունը, դատարանները փորձեն մեկնաբանություն տալ կոնկրետ գործերով։ Իսկ եթե իրավապահները կարող են ոչ թե ապօրինի գույքի ձեռքբերման օրենքի շրջանակներում առաջ շարժվել, այլ քրեական օրենսգրքի կամ այլ օրենքի շրջանակներում համարելով, որ այդ գույքը ապօրինի է ձեռքբերված։ Տեսեք, կա այդպիսի մեխանիզմ, նույն պետական շահերի պաշտպանության հայցեր ունենք մի շարք գործերով դատարաններում, բայց այստեղ ի սկզբանե որպես նախաբան կարճ նախաբանով ներկայացնեմ, ինչ է օրենքի այս մոդելով ընտրվել։ Քրեական գործերով մենք ունենք վաղեմության ժամկետների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև քրեական գործերով ապացուցման շեմը բավականին բարդ է պետության համար։ Բայց եթե չեմ սխալվում, օրենսդրական փոփոխություն կատարվեց եւ այդ վաղեմության ժամկետը 21 թվականից հետո հարուցված քրեական, հա, 21, եթե չեմ սխալվում, գործերի վրա չի տարածվում, հա։ Չէ, այդպիսի խնդիր չկա, վաղեմության ժամկետները ամեն դեպքում գործում են եւ պլյուս ինչպես նշեցի, քրեական ընդհանրապես քրեական վարույթներով ապացուցման շեմը բավականին բարդ է, պետության համար բավականին բարդ է ապացուցել, որ այս գույքը ձեռք է բերվել քրեական օրենքի հիման վրա։ Դրա համար ի սկզբանե Հայաստանի Հանրապետությունը ընտրեց այս մոդելը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, որտեղ ապացուցման շեմը ավելի ցածր է, քան քրեական վարույթներով, ու այնտեղ քրեական գործերով փորձել դա անել բավականին բարդ է լինելու դատախազության համար կամ նույն այլ իրավապահ մարմինների համար, չգիտեմ ինչքանով հաջողություն կունենան այդ մասով, որովհետև այնտեղ շեմն էլ է ուրիշ, այնտեղ ապացուցողական գործողություններն են ուրիշ, այնտեղ խնդիր ունենք վաղեմության ժամկետների հետ, եթե օրինակ քրեական գործով վաղեմության ժամկետները անցած լինեն, արդեն պետք է նորից քաղաքացիական հայց ներկայացնի այս անգամ հապետական շահերի պաշտպանության հարցով, բայց ելի պետք է բավականին ամուր կապ տա քրեական արարքի հետ, այսինքն այստեղ բավականին բարդ իրավական խնդիրների առաջ է հանդիպում կանգնելու պետությունը,
չգիտեմ ինչքանով դրատակ այսպես ասած կմտնեն, բայց ժամանակը հավանաբար կհրաժարվեն։ Ամենայն հավանականությամբ ես եմ կարծում, որ գործերի մեծ մասով կամ կհրաժարվեն, կամ ոչ թե մեծ մասով, այլ որոշ գործերում հրաժարումները ամբողջական կամ մասնակի կլինեն, այլ գործերում հնարավոր է թողնեն դատանի եզրակացություն տա, որովհետև կան բավականին վիճելի գործեր եւ այնտեղ մեկնաբանություններն են փաստաբաններն են բավականին լուրջ պայքար մղում պետության ներկայացնի դեմ իրավասումանի դեմ բավականին լուրջ դատաներում պայքար է գնում իրավական դաշտում չգիտեմ ինչ ամեն դեպքում նա թողնեն դատանի մեկնաբանությանը իսկ դա իհարկե դա առաջին ացիայի դատանից հետո մենք եւս երկու ացիան ունենք վերաքննիչ եւ Ճռաբեկ այսինքն դեռևս հաշվի առնելով նաև մեր գործերի քննության ժամկետները Հայաստանում, թեև հակակոռուպցիոն դատան բավականին արագ են քննվում գործերը, իսկ վերաքննիչի ու Ճռաբեկի դեպքում մենք ունենք օրենքով սահմանված գործերի քննության ժամկետներ, բայց ինքնին առաջին ացիանի գործերի քննությունը բավականին երկար է տևում, իրականում եթե ուսումնասիրեն գործերը ծավալները իհարկե ասում ենք որ առաջին հայցերը 2022 թվականից եթե ճիշտ եմ հիշում առաջին հայցերը հարուցվել են մենք իրոք ունենք ժամկետների խնդիրը օբյեկտիվ խնդիրն է որովհետև գործերը բավականին ծավալուն են այնտեղ գործեր կան որ տասնյակ հատորներով միայն թղթային նյութերն են ել չասած որ կան էլեկտրոնային նյութեր կադաստրային օրինակ նույն անձի գույքերի կադաստրային գործերը կարող են մի քանի էլեկտրոնային սկավառակ լինեն, մի քանի գիգաբայթ տարողությամբ, այդ ամեն ինչը մեր դատավարական օրենսգրքի տրամաբանությամբ պետք է մանրամասն ուսումնասիրվի, այսինքն եթե նույնիսկ կողմը այդ որպես այդպեսին առարկություն չունենա, դատան ընթացակարգով պետք է յուրաքանչյուր փաստաթուղթը հատիկ առ հատիկ ուսումնասիրի նոր վերջնական որոշումը կայացնի։ Մի հետ դիմելու մասին խոսեցինք, տեսեք, փաստորեն մինչև մի հետ դիմելը պետք է մեր 3 ատյաներով այնտեղ սահմանադրական դատարան, հետո նոր մի հետ, չէ՞, դիմեն, եթե իրենց պահանջը կամ իրենց ցանկությունը մեր դատարաններում չկատարվի։ Ընդհանուր կանոնը այո։ Եթե մեր 3 ատյանի դատարաններ անցնելուց հետո սահմանադրական դատարան դիմեն նման գործերով, արդեն սահմանադրական դատարանը բնականաբար իր որոշումը չի շրջանցի եւ այն մասով որ գույքը չի ձեռք բերվել տրվյալ պաշտոնյայի պաշտոնավարման ընթացքում, ինչ այդ գույքը ձեռք բերվել, հակասահմանադրական կհամարվի ու այլևս մի դիմելու ըստ էության հավանություն չի առաջանա։ Տեսեք, պետք է իրական տարանջատել սահմանադրական դատարանի ու մի հետ դիմելու նպատակները, որովհետև սահմանադրական դատարան դիմում ենք այն դեպքում, երբ որ մենք որոշակի օրենքի դրույթ, որը կիրառվել է մեր գործով գտնում ենք, որ հակասում է սահմանադրության, եվրոպական դատարանին դիմում ենք, եթե գտնում ենք, որ ներպետական ատյանում անձի նկատմամբ կատարվել է գործողություն, որը հակասում է եվրոպական մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Այստեղ ընթացակարգի տարբերություն կա, եւ նպատակների տարբերություն կա։ Այստեղ պետք է յուրաքանչյուր դեպքում Ճռաբեկ ատյանից հետո կողմը հասկանա, թե իրեն որ պետք է որ ուղղությունն է ավելի նպատակահարմար եւ որով ավելի մեծ շանսեր ունի դա իհարկե փաստաբանները լավ մանրամասն տեղեկացված են եւ լավ գիտեն որովհետեւ բավականին անկեղծության համար ասեմ բավականին պրոֆեսիոնալ փաստաբաններ են աշխատում ոլորտում ովքեր լավ մասնագիտացված են, թե լավ գիտելիքներ ունեն, թե ներպետական, թե վերպետական ատյանների մակարդակում եւ այստեղ ինչպես նշեցի պետք է հասկանան իրենց որ նպատակավոր ուղղությունն է ավելի հեշտ է, այսինքն սահմանադրական դատարան դիմելու շրջանակները բավականին, եթե այսպես ասենք, իրենք սահմանափակ են եւ նեղ են, այնտեղ դժվար է, որովհետեւ սահմանադրական դատարանը օրինակ եվրոպական դատարանի դեպքում մենք ունենք այսպիսի պրակտիկա, եվրոպական դատարանը կարող է ժամանակի ընթացքում իր որոշումները այլ ձև մեկնաբանել։ Դուք գիտեք, որ բազմաթիվ դուք նաև 4 տարի աշխատել եք դատախազության համապատասխան վարչությունում որպես դատախազ եւ գիտեք, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, այդ թվում նաև գործարարներ կան, որոնք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Օրինակ, բավականին ակնառու է նախկին падգամավոր եւ գործարար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի գործը եւ տարբեր այլ նման պաշտոնյաներ ու գործարարներ կան։ Այս դեպքում ձեր կարծիքով ինչ ընթաց կարող է ունենալ կամ որքան է տվյալ սահմանադրական դատարանի նման մեկնաբանությունից հետո արդեն ճիշտ մինչև падգամավոր դառնալը Գագիկ Ծառուկյանի գույքի վերաբերյալ հայց ներկայացնել անկախային հանգամանքից, որ ժամանակին միշտ կարծիք է եղել, որ մենք ունեցել ենք ոչ արդար հարկային կամ գործարար համակարգ եւ մեր գործարարները այնքան էլ իրենց գույքը սեփականությունը արդար
արդար ճանապարհով չեն ձեռք բերել։ Տեսեք, գործարարների մասով, նույն հարկայինի մասով այդ քննարկումը երկար ժամանակ իրականում, այսպես ասած, մասնագիտական շրջանակներում այդ հարցը բավականին երկար քննարկվել է, ես ինքս էլ տարբեր շրջանակներում այդ հարցը քննարկել եմ, տարբեր մարդկանց հետ, տարբեր ոլորտի, միշտ հարցը կանգնում է այսպես, արդյոք հարկային պարտավորությունների պատշաճ չկատարումը հիմք է, որպեսզի մենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով հայցերը շարունակենք։ Այսինքն հարկային չէ, այնտեղ հովանավարություն կա, այնտեղ տարբեր այլ ապօրինություններ կան։ Այստեղ տեսեք, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նպատակը եւ տրամաբանությունը մի փոքր այլ է, քան հարկային իրավախախտումները կամ հովանավորությունը կամ ընդհանրապես քրեական գործով կոռուպցիոն հանցագործությունները։ Այստեղ ապացուցման շեմը բավականին ցածր է կողմի համար, դատախազության համար բավականին ցածր ապացուցողական շեմ է դրված, այստեղ գրված է, որ բռնագանձում են գույքը, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Հիմա այստեղ անձը հարկային խախտումներ է արել եւ այլն, սա մի քիչ բարդ է մտցնել այս օրենքի տրամաբանության տակ։ Մենք կարող ենք, այսպես ասած, հանրության շրջանակում բոլորս էլ իմանանք, որ անձը ձեռք է բերել գույքը որոշակի խախտումների տեսանկյունից, որոշակի խախտումների արդյունքում, բայց ամեն դեպքում իրավական պետությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն դեպքում օրենքի տրամաբանությունից դուրս չգանք։ Եթե մենք գրել ենք օրենք, որը ասում է այս տրամաբանությամբ պետք է շարժվել, այստեղ պետք է չխառնենք հանրային կարծիք, այլ վարույթներ եւ այլն, սա առնվազն իմ կարծիքն է, իհարկե չգիտեմ, հնարավոր է այլ մասնագետներ չհամաձայնվեն, բայց եթե մենք ուզում ենք դա էլ ներառել դրա մեջ, դա պետք է արդեն ի սկզբանե օրենսդիրը դրա մասին մտածեր։ Եթե չի մտածել դրել այս մոդելը բռնագանձման, ուրեմն պետք է շարժվենք այս մոդելով։ Եվ հարկային խախտումները արելա չի արել, դա արդեն այլ վարույթի տեսակ է։ Մենք նույն ձևով ունենք խնդիրներ, օրինակ, երբ որ անձը գույքը ձեռք է բերել աճուրդով, մարզերում բավականին ավականիների մոտ։ Եվ բավականին ցածր գնով։ Այո, ավականիների մոտ։ Այո, մենք ունենք համայնքի ղեկավարներ, ովքեր իրենց մասով էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ կա, եւ որ անձը կոպեկներով, այո, իրականում տեսնում ենք մի քանի հեկտար հողամասը ձեռք է բերվել, օրինակ 10-15 հազար դրամով։ Բայց սա օրենքի տեսանկյունից առնվազն իմ կարծիքով որպես իրավաբան ես չեմ գտնում, որ սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի առարկա է։ Եթե անձը 15000 դրամ ունեցել է, եթե մենք գտնում ենք, որ աճուրդը ինքը խախտումով է իրականացել, այսինքն աճուրդին մասնակցելու իրավունք չուներ, աճուրդի գործողությունները եղել են ոչ իրավաչափ, այս դեպքում պետությունը ունի այլ մեխանիզմներ, եթե չունի կարող է մտածել այդ մեխանիզմները, ամեն դեպքում ասա ժողովրդական խոսքով ասած նարնել է ձեռքը, մեղնել է ձեռքը, թող գործողություն։ Բայց նման բազմաթիվ գործեր կան, հա, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այդ քննությունների տիրույթում։ Այո, կան այդպիսի գործեր եւ նույնիսկ նախկին գյուղապետ է, ոչ միայն գյուղապետ է, այլ պաշտոնատա անձանցով, օրինակ գործ կա, եթե հրապարակումները ուսումնասիրեք, Վաղվան Հովսեփյանի նախկին գլխավոր դատախազ գործը էլի աճուրդների հետ կապված խնդիրներ կան գույքերի մասով, էլի այդ գործն է նախկին Քասախ համայնքի համայնքապետի գործն է, որ էլի հողամասեր կան։ Այո, այսինքն այդ բավականին էժան գնով նման գույք ձեռք բերել, դա վերաբերում է միայն հողերին չէ, դա նաև որոշակի պետական շինություններին էլ կարող է վերաբերել, կան նման օրինակներ, ու այս դեպքում, այսինքն դրանց ապօրինությունը կարելի է ապօրինի համբավը կարելի է պահել, բայց ոչ ապօրինի գույքի բռնագանձման այդ օրենքի շրջանակներում, հա։ Իմ կարծիքով այո, որովհետև այլ տիրույթի հարց է, որովհետև օրենքի առնվազն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի տրամաբանությունից չի դա բխում։ Ես ուզում եմ էլի անուններ հնչեցել, վերջին շրջանում նորից սկսեց ակտիվանալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներին ու նաև իրեն պատկանող գույքին վերաբերող այդ գործերը, որը նորից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման տիրույթում են, ասում է ես ունեմ տաղանդավոր որդիներ, որոնք գործարարության ընթացքում ձեռք են բերել ըստ էության նրա ընտանիքին պատկանող գույքը $200 միլիոն ավելի էր գնահատվում։ Նման գույք են ձեռք բերել, բայց նրանք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակներում հարուցված գործերում, ինչպես է մեկնաբանում, ինչպես է գնահատում։ Իհարկե $200 միլիոն ըստ դատախազության դա միայն էսպային գնահատված գույքերի արժեքներ է, այսինքն մենք այնտեղ ունենք իրավաբանական անձեր, որոնց գնահատումը էսպային դեռևս արված չի եւ եթե դրանք էլ գնահատվեն, շատ ավելի բարձր թվի մասին է խոսքը։ Իրենց մեկնաբանության մասով որպես այդպեսին բան չեմ կարող ասել, դա իրենց մեկնաբանությունն է, փաստաբանը ամեն դեպքում
իրենք փորձ է արվելու միանշանակ հատկապես այն անձինք, ովքեր որ քաղաքական դաշտում որոշակի դերակատարում ունեն, բնականաբար այս վարույթներն են փորձելու իրենց քաղաքական կապիտալ սրա հիման վրա ձևավորել թե իրենք որում դա տեղի ունենալու երկու կողմից, ինչը տեսնում ենք արդեն սկսել է, հատկապես արժևում ընտրություններ ունենք, նախընտրերի իրականում մենք տեսնում ենք ու ես կարծում եմ, որ սա հաջորդ տարի հատկապես, բասա դառնալու է բավականին մեծ քաղաքական նախընտրական քարոզարշավի մեկ ամբողջական, ասած մասա դառնալու մեկ ամբողջական գլուխ, եթե հետազոտություն անենք հետագայում կարող ենք նվիրել այս հարցը ինչպես է շարակվել, թե իշխանական թե կուսակցության կողմից, թե ընդդիմության կողմից, ամեն դեպքում իրենց մեկնաբանությունն է, եթե կարողանան այդ մեկնաբանությունը իրենք տեղավորել օրենքի եւ սահմանադրական դատային որոշման մեջ, ավելի լավ իրենց համար, այո, նախկին նախագահի ավելի լավ իրենց համար, բայց ամեն դեպքում մի բան է, որ ինքը պաշտոնատար անձ լինելով որոշակի էական ձեռքբերումներ ունի, դա միանշանակ կասկածի տեղի կառուցող է, ամեն դեպքում դատային դեպք ստանձնեն, դատարանը կորոշի ինչ կլինի։ Տեսեք, որոշակի վիճակագրություն ներկայացնեմ, այս 4 տարիների ընթացքում հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 147 հայցադիմումներով արգելանք է դրվել 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձանցու մասնակցության իրավունքի, 536 միլիարդ դրամի, մոտավորապես 536 միլիարդ դրամի գույքի վրա։ Այս գույքը եթե որոշակի ինֆորմացիա ունեք, որքանով է վերաբերում տվյալ պաշտոնյաների, ես չեմ ասում միայն այս գույքը ընդհանրապես, որքանով է վերաբերում տվյալ պաշտոնատար, եթե դրանք պաշտոնատար անձինք են, միայն հավանաբար պաշտոնատար անձինք չեն լինի, նրանց պաշտոնավարման ընթացքում ձեռքբերված գույքի։ Ուզում եմ հասկանալ սահմանադրական դատարանի որոշումը շատ գործերի վրա կտարածվի այս թեկուզ եւ միայն այս տիրույթում, այս հրապարակված վիճակագրության տիրույթում։ Ասես վիճակագրություն որպես այդպեսին ես առնվազն չունեմ, հնարավոր է դատախազության մոտ ինչ որ վիճակագրություն լինի, իրենց համաներքին վիճակագրություն վարեն, բայց այն որ սահմանադրական դատարանի որոշումը առնվազն որոշ գործերի մեծ մասի վրա առնվազն մասնակի փոփոխության հիմք հանդիսանալու։ Այսինքն այնպես չի, օրինակ գործեր կան, որ մինչև 90-ականների սկիզբ ժամկետը իջեցված է, այսպես ասած, օրենքի տեսանկյունից եւ պահանջում է 90-ականների սկզբի գույքեր, բայց այդ անձինք այնպես չի այդ ժամանակահատվածից պաշտոն զբաղեցել, այսինքն պաշտոն զբաղեցել օրինակ 90-ականների վերջից կամ 2000-ականների սկզբից, այսինքն ամեն դեպքում մասնակի հայցերի վրա անդրադառնալու է առնվազն մասնակի անդրադարձ կատարվելու է գույքերին, ամբողջ ծավալով չեմ կարծում, բայց որոշակի թվի փոփոխություն իհարկե լինելու է։ Իսկ որպես դատախազ եւ որոշ գործեր քննած դատախազ, ինչպես է գնահատում ապօրինի գույքի շրջանակներում այդ գործերի քննությունները, որովհետեւ իշխանությունները եւ իրավապահ մարմինները արձագանքելով իրանց նկատմամբ հնչող են քննադատություններին, բա թե դուք հեղափոխությունից հետո խոստացել եք կոպեկ առ կոպեկ յետ վերադարձնել, ինչու այս 6-7 տարիների ընթացքում դա չեք արել կամ քիչ եք արել, նրանք պատասխանում են, որ դրանք բավականին բարդ սխեմաներով են այնուհետև տեղայնացվել եւ շատ դժվար է գտնել թելերը, թե իսկապես տվյալ պաշտոնյանին է դա պատկանում։ Ինչպիսի դժվարություն են դրանք ներկայացնում։ Այստեղ տեսեք, երևի փոքր գնալը կողքից մի քիչ կանխակալ մոտեցում լինի որպես նախկին աշխատած դատախազ։ Դուք ամեն դեպքում շատ ավելի լավ գիտեք, քան որևէ մեկը։ Տեսեք, եթե ժամկետների մասին խոսենք, իրականում ժամկետները այնպես չի շատ են ձգվում, որովհետև նույն միջազգային պրակտիկան, եթե նայենք այսպիսի վարույթների տեսանկյունից, շատ ավելի զարգացած եւ ավելի շատ ռեսուրսներ ունեցող երկրներ ավելի երկար ժամկետներում են արդյունքներ ստանում, քան մենք։ Մենք օրենքը ընդունել ենք 18 թվականի իշխանապողությունից հետո։ 21 թվականից է սկսվել։ Օրենքը վարչությունը ձևավորել է 20 թվականի սեպտեմբերին։ Եվ 20 առաջի գործերը 20 թվականից է հոկտեմբերից արդեն ուսումնասիրությունները կարելի ասել սկսվել են եւ 22 թվականին առաջի հայցերը արդեն կային վարչությունում 23 թվականին թե 24 թվականից մենք արդեն վճիռներ ունենք հաշվի առնելով գործերի ծավալները իրականում գործերի բարդություններից մեկը ինչպես նշեցի ծավալներն են
Գործերը բազմադրվագ են, այսինքն մի գործի ծավալն է բավականին բարդ։ Այո, գործի ծավալը գործեր ունեն, գործեր կան դատանները, որոնք բավականին ծավալուն գործեր են, այնտեղ միայն թղթային կարող է դատանին հանձնվի մի քանի տասնյակ հատորով թղթային նյութեր, էլ չասած էլեկտրոնային նյութերը, որոնք լինում են որպես կանոն ավելի շատ։ Իսկ մեր դատավարությունը այնպեսին է, ինչպես նշեմ, դա մեր քաղաքացիական, քանի որ գործեր քննում են քաղաքացիական դատավարության կարգով, քաղաքացիական դատավարությունը այնպեսի սխեմաներ նախատեսում գործերի քննության, որ պետք է յուրաքանչյուր փաստաթուղթ առանձին դիտարկվի որպես ապացույց, երբ որ գործը մենք փաստաթուղթը ներկայացնում ենք ապացույցը պետք է առանձին ուսումնասիրվի։ Դա արդեն իսկ ահավոր ժամանակատար է, թեև ի սկզբանե դատաններ ձևավորված չէին հակակոռուպցիոն դատանները, ի սկզբանե գործերը ներկայացվում էին առաջին Երևան քաղաքի առաջին ացիան իրավասության, ընդհանուր իրավասության դատարան, դրանից հետո հակակոռուպցիոն դատարան ձևավորվեց եւ գործերը փոխանցվեցին այնտեղ արդեն գործերը մի փոքր արագացան, որովհետեւ ըստ էության հակակոռուպցիոն դատարանը մասնագիտացված է այն գործերով, այնտեղ 4 դատավոր քաղաքացիական գործեր քննող դատավորներ են բացառապես, ովքեր քննում են միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերը եւ դատախազության պետական շահերի պաշտպանության հայցերը։ Այսինքն այս առումով թեև մասնագիտացված դատավորներն ովքեր կենտրոնացած են բացառապես այս գործերի վրա, բայց ամեն դեպքում թե գործերի ծավալը ժամանակ ձգեց, ի սկզբանե կա նաեւ խնդիր, որ հատկապես պատասխանող կողմը բավականին շատ է փորձում որոշ դեպքերում պատասխանողների կողմից, հատկապես երբ որ падգամավորների կողմից համանդրական դատան դիմում ներկայացվեց, իրականում ես ինքս էլ որպես նախկին դատախազ կարող եմ ասել, որ արդյունքում աշխատած, որ պատասխանողների կողմից այդպիսի տենդենս նկատվում է, որ գործերը փորձում էին ձգել մինչև հասկանային համանդրական դատանը ինչ դիրքորոշում է տալու։ Ամեն դեպքում հիմա համանդրական դատանի դիրքորոշումը կա, դատախազությունը փորձում է հասկանալ ինչ պետք է անի, արդեն այս գործերի հետ եւ արդեն տեսնենք արդյունքները, տեսնենք ինչ է լինելու։ Ես որքան հասկացա ձեր խոսքից, դուք գործերի թեկուզ կոնկրետ մի գործի բարդությունը ավելի շատ համարում եք դրա բազմադրվակ լինելուն, բայց օրինակ նույն Քոչարյանի օրինակով նրա պաշտպանական խմբի անդամներից մեկ Արամ Օրբելյանը իր վերջին հարցազրույցներից մեկում արդարացնելով բնականաբար Քոչարյանների ունեցվածքը եւ օրինական համարելով, նա ասում էր, որ արտասահմաններում այլ երկրներում ինչ որ ընկերությունների կամ ընկերությունների մասնաբաժինների օրինակներ են վերագրում Ռոբերտ Քոչարյանին կամ նրա ընտանիքին, որ իրականում նրան չի պատկանում, բայց որը գրանցված է նրա, չգիտեմ, ում ինչ որ փոխկապակցված անձանց, դե գնացեք, կարծեք մարտահրավեր նետելով, ասում էր գնացեք ապացուցեք եւ հետ կարող եք ետ վերցնել, գնացեք ետ վերցրեք։ Ես ուզում եմ հասկանալ նաեւ նման սխեմաների բարդության աստիճանը, որ նման գույքը թաքցված է նման սխեմաների տակ եւ ապացուցողական բազան կարող է այդքան էլ ուժեղ չլինել։ Տեսեք, այդ խնդիրը իրոք ունենք, այսինքն ոչ մի այստեղ սխեմաների խնդիր կա, այսինքն գույքերը շատ ժամանակ այնպես չի անձի կամ իր ընտանիքի անունով են ցերկացված։ Դատախազությունը ինչ որ կերպ հայտնաբերել է կասկածներ ունի, գրանցված են լրիվ այլ անձանց կողմով անունով, ովքեր աշխատող են հերո եւ այստեղ նախ այդ ապացուցումն է բավականին բարդ, իրականում սխեմայի առումով բավականին բարդ է ապացուցել, որ այս գույքը պատկանում է իրական շահառուն, հանդիսանում է X պաշտոնատար անձը կամ X անձը, այստեղ բավականին շատ ավելի շատ ստեղ դատախազության ստեղծագործական աշխատանքի խնդիր է, այսպես ասած ճակերտավոր, հասկանալ որոշակի, այսպես ասած, անուղղակի ապացույցներ փորձելով բանկային փոխանցումներ եւ այլն կապել այդ անձի հետ, եւ այստեղ ունենք խնդիր նաեւ հատկապես միջազգային դեպքերի, միջազգային հարցումների առումով, այսինքն այն գույքերը, որոնք որ Հայաստանի Հանրապետություն չեն գրանցված, ամենամեծ խնդիրներից մեկը դա միջազգային համագործակցությունն է, միջազգային փոխօգնությունն է, որովհետեւ որոշ երկրներ կան, որ ընդհանրապես չեն արձագանքում միջազգային հարցումներին, երկրներ կան, որոնք բարդություններով են արձագանքում, երկրներ կան, որոնք անում են, բայց շատ երկար են անում։ Շահագրգռվածություն չկա, գլխացավանք է։ Այդ ներդը, տեսեք, խնդիրներ կան։ Տեսափականության իրավունքը շատ ներդրումների պաշտպանության խնդիր ունեն իրենք, օրինակ շահերի, երկրի շահերի խնդիրներ ունեն, երկրներ կան, ովքեր որ ասում են իրավական հիմնավորումներ են բերում, օրինակ ես իմ պրակտիկամ ունեցել եմ գործ եւ Ավստրիայի Հանրապետությունը չի պատասխանել, փոխօգնություն չի տրամադրել միայն այն հիմնավորման, որ իրենց մոտ նմանատիպ վարույթ չկա։
Իրենք ասել են, եթե քրեական վալյուտով այս նույն բանը պահանջեք, մենք ձեզ կտրամադրենք այդ հարցը։ Այո, Ավստրիայի Հանրապետություն։ Կարող եք ասել ում գործի հետ է կապված։ Իսպանիան եկեք էական չի գործի հետ է կապված, բայց ինքը իրական հրապարակված հայցերից մեկը է, այսինքն այստեղ է խնդիրը, որ նույնիսկ եվրոպական երկրները, ովքեր որ բավականին լավ իրավական համակարգ ունեն, բավականին լուրջ պայքար ունեն կոռուպցիայի դեմ, իրենք նույնիսկ որոշակի իրավական հարցեր բարձրացնելով, իրենք կաշկնդվածություն են հարցումներին պատասխանելու, էլ չասած երկրներ կան, ովքեր ընդհանրապես ներդրումների պաշտպանության խնդիրներ ունեն, երկրներ կան, ովքեր ունեն խնդիր իրենց այդ անձը իրենց համար կարևորություն ներկայացնող անձը ընդհանրապես հարցումներին բավականին չոր եւ կարճ պատասխաններ են տրամադրում, որովհետեւ այդ անձը իրենց մոտ բավականին հեղինակություն վայելող անձ է, թե մեր մոտ պաշտոնը զբաղեցրել, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության դեպքում այդպիսի խնդիրներ կարող է եղել են պրակտիկայում, ամեն դեպքում այդ բարդությունները կան գործերով փորձ է դատախազության մոտ միշտ փորձ է եղել ամեն դեպքում որ աշխատանքային քննարկումների ժամանակ միջազգային հանդիպումների ժամանակ այդ հարցերը բարձրացնել գործընկերների հետ, որը ստացվել է, որը չի ստացվել, դա էլ է ամենամեծ էլ է շատ մեծ բարդություն հանդիսանում այսինքն եթե նույնիսկ դատան ակտ կայացեց, դատական ակտը կայացեց օրինակ X երկրում արտասահմանում գտնվող գույքը բռնագանձի Ինչպես այդ գույքը փոխանցվել օրինակ Ամերիկայի դեպքում մենք այդ խնդիրը չունենք։ Նույն օրինակը տեսանք Գագիկ Խաչատյանի գործով ֆինանսների նախկին նախարար, այն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին լուրջ աջակցություն է տրամադրել գործերով, թե ապօրինիով, թե այլ վալյուտներով Գագիկ Խաչատյանի դեպքում բավականին լուրջ աջակցություն է տրամադրել, նույնիսկ գույքը պատրաստականություն է հայտնել օտարել գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, այլ երկրների դեպքում դա բավականին բարդ է։ Ինչ տեսեք իշխանությունների նկատմամբ գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ են հնչում, որ իրավապահ համակարգը իշխանություններից զանգով ինչ-որ պատվերներ է կատարում կամ զանգով արդարադատություն է իրականացնում։ Դուք որպես այդ վարչության նախկին քննիչ ինչպես եք ընտրում այդ գործերը, ինչպես եք ընտրում, որ այս մի գործը պետք է քննեք, դա ավելի հեշտ էր բացահայտելը կամ քննելը, թե դա շատ ավելի ակնառու էր, ինչպես եք ընտրում այս մի գործը եւ ոչ թե այն պաշտոնյայի նախկին կամ ներկա պաշտոնյայի վերաբերյալ այդ հայտարարությունները եթե մի կողմ դնենք դրանց պատասխանելու առումով որպես այդպեսին ես անձամբ այդպիսի խնդիր չեմ նկատել, որովհետև իրականում այդ առումով որ գործը սկսել, որը չսկսել։ Ինչպես եք սկսել, նախաձեռնությունը ձեզ է եղել։ Ոչ, նախաձեռնությունը տեսեք, օրենքով նախաձեռնությունը որ գործերը պետք է սկսվի, օրենքով հստակ սահմանված։ Այսինքն օրենքով ուսումնասիրություն սկսելու 6 հիմք է տրամադրում անձի դիավասում առնին, առաջի 4 հիմքը վերաբերում են դեպքին, երբ որ անձի նկատմամբ կա քրեական հետապնդում կամ դատական ակտ, այսինքն կպարտադիր այստեղ քրեական գործ պետք է լինի ու այս դեպքում երբ որ քրեական գործը կա, արդեն այն գործը քննող դհսկող դատախազը պարտականություն ունի 10 օրյա ժամկետում զեկուցագիր ուղարկել ապօրինի ցակում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այդ շրջանակներում կա որոշակի ընտրովի մոտեցում, որտեղ շատերի նկատմամբ կան քրեական գործեր, բայց դա չեմ կարող ասել, որովհետև իրականում այդ տիրույթում չի եղել երբեք։ Ես որպես դատախազ օրինակ եւ վարչության բոլոր դատախազները իրականում ստանալու դեպքում, եթե հիմքերը եղել է բնականաբար սկսվել են, մյուս հիմքը վերաբերվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստացված զեկուցագին եւ որոշակի գործողության արդյունքում իրենք են հայտնաբերել, որ անձը բավականին ծավալուն գույքեր ունի մեծականակ, որը կարող է չհիմնավորվել, մյուս հիմքն էլ դա սեփական նախաձեռնության վարչությունը կարող է սկսել, դա վերջին ժամանակահատվածում ավելացվեց, բայց դա էլ բավականին սահմանափակ շրջանակ է տրված, այսինքն այնպես չի հայեցողական լիազորությունները մեծ են կոնկրետ վարչության, այսինքն վարչությունը բավականին օրենքով կաշկնդվածություն ունի, որ գործերը սկսի, որը չսկսի։ Այսինքն այս մասով առնվազն վարչության ձեռքում շատ բան չկա նախաձեռնություն ինչ որ անձի նկատմամբ սկսի թե չէ, ինքը կաշկնդված է այն վարույթներով, որոնք որ օրենքով իրոք հիմնավորվածություն ունեն։ Այսինքն առնվազն կասկած օրենքով ամրապնդված է։
Այսինքն թե մինչև ձեր օղակը, որը ձեր արդեն մոտ որոշակի գործեր կուղարկի, թե նրանք ստանում են զանգեր, ինչ այդ մասով չեմ կարող ասել, այդ մասով չեմ կարող ասել, որ չեմ կարող, ամեն դեպքում այդ մասով մեկնաբանություն չտամ, որովհետև ամեն դեպքում նախ եւ առաջ նախին գոլեգաներ են եղել ամեն դեպքում, այդ մասով չեմ կարող ավել բան ասել, բայց այն վարչությունը, այն հիմքերը, որոնք վարչությունը սկսել է, դրանք այդտեղ բացառապես օրենքի հիմքեր են եղել, օրենքով սահմանված հիմքերով է սկսվել վարչության ուսումնասիրությունները։ Տեսեք, մինչև հեղափոխությունը, հեղափոխությունից հետո էլ շատ էին լինում անդիմախոսների, անդիմադիրների կողմից հայտարարություններ, որ անցած իշխանությունների, նկատի ունեմ նախկին երկու իշխանությունների օրոք, երբեմն 10 միլիարդ դոլարի, երբեմն ավելի շատ միլիարդ դոլարների թալանի մասին քաղաքական հայտարարություններ են հնչում, եւ հիմա այս 4-5 տարիների ընթացքում ընդամենը 536 միլիարդ, որը մոտավորապես 1.3 միլիարդ 536 միլիարդ դրամ, որը 1.3 միլիարդ դոլարի սահմաններում է, նորից քննադատություններ են հնչում, որ նման մեծ թվերից հետո այսքան քիչ գումարի շրջանակներում է գործ քննվում։ Ինչպես նշեցի, իրականում բավականին բարդություն կա թե գնահատումների, թե ինչ նախկին այսքան այսօրվա իշխանությունը, նախկին ընդդիմությունը, այո, քաղաքական հայտարարություններ ինչ որ փուլում արել է, թե թվում նաև այն ժամանակ, երբ որ ինքը իշխանության էր, որոշակի քաղաքական հայտարարություններ, բայց շատ ժամանակ կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական հայտարարությունները իրականությունը լրիվ այլ են, եթե նույնիսկ քաղաքական հայտարարությունները ինչ որ հիմքեր ունի օրենքով, իրականության մեջ ինչ որ հիմքեր կան, իրավական դաշտում դա կարող է ամբողջությամբ չհաստատվել, որովհետև ասած փիլիսոփայական հարց կա, այսպես ասած իրավաբանների մեջ, արդարությունը եւ արդարադատությունը իմիջ չի որ համընկնում են, այսինքն եթե մենք գիտենք, նույնիսկ եթե իմանանք այս անձը ինչ որ մի բան արել է, այսքան գույք ունի, եթե ուզում ենք մենք իրավական պետությունում ինչ որ գործողություններ անել, միշտ չի որ այդ հայտարարությունների հետևից կարող ենք ամբողջ ծավալով գնալ, որովհետև ամեն ինչ չի, որ օրենքով հնարավոր է հերքել։ Իսկ դուք որպես եւ դատախազ հիմա արդեն նաեւ հասարակական քաղաքացիական հասարակության համակարգում աշխատող իրավաբան ինչպես է գնահատում Հայաստանում գործեր է քննել, ինչ որ մի գործից գործ է բացվում, ինչ որ մի օղակից մեկ այլ օղակ շղթա է բացվում, Հայաստանում նախկինում ապօրինությունները դառնով շատ են եղել։ Սեփականության ձեռքբերման առնվազն իմ փորի պրակտիկա հանդիպած դեպքերում բավականին խնդրահարույց պրակտիկա ունեցել են գույքերի ձեռքբերման, ինչպես նշեցի նույն համայնքային հողերի սեփականաշնորհման մասով, պետական հիմնարկների որոշակի շենքերի սեփականաշնորհման մասով, այսինքն այն որ իրավական ամենաթողություն ինչ որ առումով եղել է որոշակի փուլում, դա միանշանակ է, կարող եմ ասել, այսինքն բավականին գույքեր ձեռքբերումը կասկած տալիս է եւ իրավաբանները ամեն դեպքում պետք է գնան դրա հետևից, բայց ինչպես նշեցի, այդ հետևից գնալը պետք է լինի բավականին ամուր իրավական տեսանկյունից, որովհետեւ ամեն դեպքում իրավական պետությունում ենք ապրում, պետք է այնպես անենք, որ ցանկացած ձեռքբերում, ցանկացած ձեռքբերում, որը մենք վիճարկում ենք, լինի եւ այդ վիճարկման արդյունքում բռնագանձումը լինի օրինական, որպեսզի հետագայում չառաջացնի ավելի մեծ խնդիրներ, որովհետեւ հետագայում եթե եվրոպական դատանը որոշակի խնդիրներ տեսավ, դա կարող է պետության վրա ավելի թանկ նստել։ Այսինքն անկախ այն հանգամանքից, որ առերևույթ ոչ միայն հասարակություն, այլ նաեւ իրավապահ մարմինները համարում են, որ դա ապօրինի է եղել, ապացուցողական բազայի այդպես ասած բացակայության կամ թույլ լինելու պատճառով չպետք է գնալ դրա բռնագանձման։ Այո, իմ կարծիքով այո, որովհետեւ ընթացակարգի պատշաճ ընթացակարգ չափավորվելը, ինչպես նշեցի, կարող է ավելի թանկ նստել պետության վրա, այսինքն մենք բռնագանձենք 10 միլիոն դոլարի գույք օրինակ, բայց հետո միջազգային ացիաներում խախտումների արդյունքում մենք անձին վերադարձնենք վնասներ մի քանի անգամ ավել։ Տեսեք, նաև կարծիք կա, թե ինչու գնանք հասնենք մինչև 90-ական թվականները, այն ժամանակ շատ դժվար կլինի ապացուցել, թե այդ գույքը ինչպես է ձեռք բերվել, կան հարուցված գործեր ոչ պաշտոնյային նկատմամբ, գործարարներ, բժիշկներ եւ այլ մասնագիտությունների, ըստ դեպքում էլ հանրության մեջ տեսակետ կա, ինչու հասնենք այնտեղ, ինչու նման կասկածներ ունենան գրեթե բոլոր ժամանակների բոլորի վրա։ Այո, 90-ականների մասով այդ խնդիրը իրական պրակտիկայում էլ կա։
Այսինքն բոլոր միշտ չի որ գույքերի ձեռբերման ապացույցները կամ այլ փաստեր ապահովված պատշաճ պահպանված եղել են իհարկե այնտեղ սահմանադրական դատանել այդ մասով մեկնաբանություն տվեց որոշակի որ անձը պետք է տիրապետի գույքի ձեռբերումը եւ այլն էլի չուզենալու շատ մանրամասներ մեջ խորանալ բայց այն որ 90-ականներին շատ գույք է ձեռք են բերվել իրականում այնպիսի հիմքերով որոնք օրինական չէ, այսինքն առերևույթ օրինական չեն, բայց պետք չի մոռանալ նաև այն ժամանակահատվածի հասարակական հարաբերությունների, ինչպիսին են շուկայական հարաբերություններ, ստվերային տնտեսություն, որը իրականում ստվերային տնտեսության մասին նույնիսկ այսօրվա իշխանությունն է խոսում, որ ժամանակահատվածում ստվերային տնտեսությունն է եղել, այսինքն միշտ չի որ փաստաթղթեր մենք նույն այլ ունենք խնդիրներ, որ փաստաթղթեր նույնիսկ պետական մարմինների կողմից շատ դեպքերում պահպանված չեն, այսինքն վաղ 90-ական ամեն պետական մարմին չի որ վաղ 90-ականների փաստաթղթերը արխիվացել է պատշաճ։ Ուրեմն գնալ թե չգնալ մինչև պատմության այս դեպքում տեսեք ինչպես արդեն հասացի այս դեպքում մենք պետք է ընթացակարգը պատշաճ ապահովենք որովհետև եթե մենք առանց դրա փորձենք առաջ պատշաճ ապացույցների մենք փորձենք գույքը բռնագանձել եթե նույնիսկ դատան այդպիսի դատական ակտ տվեց դա հնարավոր է արդեն պետության համար ավելի թանկարժանա հետագա ացիաներում նույն եվրոպական դատամ կամ այն միջազգային ացիաներում հետը պետության համար ավելի թանկ արժեք չունենա Այսինքն հստակ գնալ այն գործերի հետևից, որոնց դեպքում ապացույցները, փաստերը, հանգամանքները շատ հստակ են, մնացած դեպքերում անտեսել։ Իմ կարծիքով այս դեպքում այո պետք է ռեսուրսները ճիշտ օգտագործել, որովհետև այնպես չի պետական համակարգում, հատկապես պետական համակարգում ռեսուրսները շատ են, բավականին ծանրաբեռնված աշխատող վարչությունը այն գործերը, որոնք որ հատկապես սահմանադրական դատանի որոշումից հետո, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ դատախազությունը այստեղ պետք է արդեն ղեկավար մակարդակով որոշում իր առաջ խնդիր դնի, որոշում կայացնի եւ գնա այն գործերի հետևից որոնք որ հնարավորություն ունենալու են այն գույքերի հետևից, որոնք որ բավականին ամուր հիմքեր ունեն։ Նույնիսկ այն գործերը, որոնք որ թույլ են, ես դեպքում կարծիքով պետք է շանսը օգտագործել ոչ միայն հրաժարվել, նույն կարելի է նաև կողմերի հետ հաշտության գալ, որովհետև բավականին շատ քիչ 3-4 օրինակ ունենք։ Բավականին չէ, 7 դեպք ունենք, 7-ը այսքանի տարի ընթացքում 7-ը ամեն դեպքում շատ քիչ է։ 7 դեպք ունենք, ամեն դեպքում այս շանսը իմ կարծիքով դատախազությունը պետք է օգտագործի կողմը, որովհետև շատ կողմեր իմ կարծիքով հաշտության շանսը կարող են օգտագործել իրենց վարույթները փակելու համար, սա մի կողմից սա իրականում բավականին լավ գործիք է, եթե ճիշտ օգտագործվի հատկապես սահմանադրական դատային որոշումից հետո, այս դեպքում իմ կարծիքով համ պետական բյուջե բավականին բան կվերադարձվի եթե հաշտության կան կողմերի հետ բավականին շատ մուտքեր կլինի պետական բյուջե, ինչը եթե իրականում պետության նպատակը գույքի վերադարձնել բյուջեի բյուջե վերադարձնել, բայց եթե մենք ունենք այս 4 տարվա ընթացքում այդքան շատ գործեր եւ ունենք շատ քիչ 7-8 ընդհանրապես հաշտության համաձայնություններ, դա նշանակում է, որ մեղադրվողները հաշտության ըստ երևույթին չէ, հաշտության չեն գալիս հատկապես ՍԴ-ի որոշումից հետո հակառակը նրանք ավելի շատ, այսպես ասած, վստահաբար հաշտության չեն գնա, մտածելով որ կարողանան դա իրականում վիճելու հարց է, որովհետև ՍԴ-ի որոշումից հետո իրենց հետ եմ ասում, դա այստեղ դատախազությունն էլ արդեն պետք է ՍԴ-ի որոշումից հետո որոշ նախաձեռնողականություն դրսևորի, այսինքն ինքը հստակ գնահատի, որ գույքը որ սահմանադրական դատային որոշման արդյունքում բայց մեղադրվողները կամ այդ ենթադրյալ ապօրինի գույքի սեփականատերերը կգնան հաշտության իմ կարծիքով բոլոր հաշտությունները տեսեք կնքվել են մինչև սահմանադրական դատանի որոշում։ Այո, շատ քիչ հաշտություն է, 4 տարվա ընթացքում մոտ 147 հայցից ընդամենը 7 հաշտություն ա եղել, բավականին փոքր թիվ է, բայց դա մինչև սահմանադրական դատանի որոշումներ, երբ որ ասած որոշակիություն չկար թե դատախազության համար, թե կողմերի համար։ Հիմա կա հստակ որոշակիություն, նույն պատասխանող կողմերից շատ մարդիկ իմ կարծիքով կարող են նստել եւ գնահատել, որ ամեն դեպքում, եթե սահմանադրական դատանի որոշումը տալիս է այսպիսի մեկնաբանություն, ես պաշտոն զբաղեցրել եմ 2010 թվականից, ամեն դեպքում մինչեւ 2010 թվականի գույքից ոչ մեկ չի կարողանալու կպնել ինքն էլ կարող է դատախազության հետ քննարկել 10 թվականից հետո է գույքերը տեսնում է որ չի կարողանալու հիմնավորել, կարող է նախաձեռնողականություն դրսևորել ու իմ կարծիքով այստեղ դատախազությունը պետք է այդ քայլը իր կողմից էլ քայլանի, որովհետև այստեղ մենք խնդիր ունենք թե գույքի վերադարձի առումով այստեղ ինչ որ առումով նաև մենք կարող ենք լուծել նաև սոցիալական այս լարվածության հարցը
Այսինքն Էսպանիան հասարակական լարվածություն կա բավականին, ընդդիմություն իշխանություն, որի համար նաև հիմքը հանդիսանում է վալյուտները։ Եթե այս վալյուտները փակվեն, շատ կարող է լարվածությունը ինչ-որ առումով էլ թուլանա, որը իրականում այսօր բավականին զգացվում է օդում։ Կարող եք պատկերացնել, որ Քոչարյանի ընտանիքը, շարունակեմ, տեսեք, այն անձինք, ովքեր որ Էսպանիան բավականին քաղաքական ակտիվ անձինք են, իմ կարծիքով չեն գնա։ Բայց ինչ եմ ասում, հաշտությունը բավականին լավ գործիք է, այստեղ դատախազությունը կարող է կողմերի հետ մեծ մասով գործերի, մեծ մասով հաշտություններով գործերը, այն գործերը, որոնք որ հստակ են փակել, այն մարդիկ, ովքեր որ հաշտության չեն գնում, ռեսուրսները թող կենտրոնացնեն նրա վրա։ Որովհետև մի բան է, երբ որ մի դատախազը, ես էլի նայում նախկին օրինակով ես զգացել եմ դա, մի բան է, երբ որ դատախազը ունի 15 գործ շաբաթական 6-ից 7 դատական նիստի է գնում եւ ամեն նիստը տևում է 3-ից 4 ժամ եւ ժամանակ չի մնում եւ գործերի մեծ մասը ինքն էլ գիտի որ արդյունքում սահմանադրական դատանի որոշման արդյունքում չի բավելու բայց ռեսուրս է ծախսում դա ժամանակ նյութական ծախս պետությունը փող է ծախսում դատանը փող է ծախսում ծանոթությունների համար ավելի լավ է այդ գործերը շուտ ավարտել թեկուզ հաշտությունով թեկուզ հրաժարումով այդ գործերը ավարտել ու ռեսուրսներ կենտրոնացնել ավելի բարդ եւ ավելի առանցքային գործերի, այսպես ասած հանրային հնչեղություն ունեցող գործերի վրա, քան ժամանակը ծախսել այսպիսի գործերի վրա, ավելի փոքր գործերի վրա, որոնք արդյունք տալու են թե չէ։ Ես որքան հասկացա, նաեւ պետական կառույցների դատախազությանն է խնդիրը, որ հաշտության շատ համաձայնություններ ձեռք չեն բերվել։ Չեմ կարող ասել դա, ամեն դեպքում դուք ասում եք դատախազությունը պետությունը պետք է այս փուլում սահմանադրական դատանի որոշումից հետո իմ կարծիքով սա 147 հայցադիմումներից քանից է կարելի է միջև թեկուզ սահմանադրական դատարանի որոշումը կամ դրանից հետո այդպես հաշվակ չեմ կարող ասել որը կա գոնե մի 20 հետ հնարավոր է 20-30-ի հետ որ դուք նման համոզվածություն եթե գործերի անուններով նայենք իմ կարծիքով այո ավելի շատ էլ են։ Եթե Էսպանիայի սահմանադրական դատանի որոշումից հետո ավելի շատ գործել հնարավոր է հաշտությունը փակել, որովհետև իմ կարծիքով կողմերին էլ դա ձեռք, կողմերին էլ մեծ մասին դա ձեռք տալիս է։ Նույն պետությանն էլ պատասխանողներն էլ պատասխանողների այն հատկապես այն անձինք ովքեր գործարությամբ են զբաղվում անկեղծ ասենք, եկեք անկեղծ խոսենք, էլի իրականում Հայաստանում գործարարների մեծ մասը ովքեր ինչ-որ բայ քաղաքական պաշտոն զբաղեցրել են, չեմ ասում գործադիրում, այլ օրենսդիրում падգամավորներ են եղել, իրենք ժամանակի, այսպես ասած, իրենք էլ որպես այդպեսին չեմ ուզում արդարացնել իրենց որևէ առումով, բայց ժամանակներն են այնպես եղել, որ իրենք դարել են ոչ թե ապօրինություն, այլ իրենք դարել են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ նույն падգամավորը, օրինակ падգամավորները իրենց համար այսպես ասած քաղաքական մթնոլորտը եկնում այդպեսին եղել, որ եթե ուզում ես աշխատել, բարի եղի ձայն պետքա տանիք ունենաս։ Ոչ միայն տանիք ունենաս, ձայն հավաքես մեր համար, համել դարի падգամավոր, այսպես ասած, եթե տես մի իշտնավարի խոսենք, ձայն հավաքի դարի падգամավոր, մենք եք աշխատենք։ Այսինքն այս մարդիկ էլ իրականում Էսպանիան էլ իրենք գործարարությամբ են զբաղվում, իրենց բիզնեսները արգելանքների տակ են, գույքերը արգելանքների տակ են։ Եթե իրենք էլ որոշակի նախաձեռնողականություն դրսեն դատախազությունն էլ ողջամտության սահմաններում իհարկե այդ նախաձեռնողականությունը ընդունի այդ ընթരാճ քայլը անի այդ մարկանց գործերն էլ այսպես ասած բավականին արագ ավարտեն հաշտություններով դա բոլոր կողմերն են այդտեղ շահելու պետությունը շահելու է գույքից եւ վերադարձի առումով ինչ որ միջոցներ են մտնելու պետական բյուջեի տանձիկ իրենց գործարարությունն է շահանակելու որովհետեւ կան մարդիկ որովհետեւ ովքեր բավականին մեծ գործարար ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում եւ այդ ձեռնարկատիրությունը բավականին մեծ ռեսուրս է ապահովում պետության համար հիմա եթե օրինակ այդ ձեռնարկատիրը իրականում մեկ խնդրալուց հարց կա եթե օրինակ բիզնեսը բռնագանձվեց հօգուտ Հայաստանի Հանրապետության արդյոք Հայաստանի Հանրապետությունը ունի այնքան ռեսուրս որ այդ բիզնեսները կառավարի դա ամենամեծ խնդիրներից մեկն Բաժնեմասեր կան։ Այո, մեծ բաժնեմասեր ու բաժնեմասեր բավականին լուրջ ընկերություններ են, ովքեր որոնք կառավարվում են, շատ կառավարումը մեծ ռեսուրսներ է պահանջում։ Արդյոք Հայաստանի Հանրապետություն ռեսուրս ունի։ Այստեղ պետք է այդ փաստն էլ գնահատել։ Ենթադրենք, օրինակ, նույն չեմ ասում իրենց դեպքում, բայց օրինակ եմ բերում Խաչատյան Գագիկի գործով ֆինանսների նախարարի կա Յուքոմ ընկերությունը։ Արդյոք Յուքոմ ընկերությունը կարողանալու է կառավարել Հայաստանի Հանրապետություն, ենթադրենք բռնագանձվեց։
Կամ այլ բազմաթիվ այդպիսի ընկերություններ կան, այդ մեծ մասշտաբների ընկերությունները իրոք այստեղ խնդիր կան։ Այդ բաժնեմասների դեպքում, որ դուք ասում եք հաշտության համաձայնության կան եւ գումարը ըստ պետք է պետությանը վերադարձնեն, ոչ թե բաժնեմաս, բայց այդ գործարարները, սեփականատերերը, դրանք մեծ ակտիվների գումարի մասին է խոսքը, կարողանան բիզնեսից դուրս մեծ գումարներ անել եւ վճարել։ Դա արդեն չեմ կարող ասել, իրենք պետք է հասկանան, ամեն դեպքում պետք է քննարկի դա, դատախ ես դա եմ ասում, պետք է կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք ոչ հեռանկար ունեն։ Այն գործերը եւ այն գույքերը, որոնք հեռանկար չունեն, դրա վրա ծախսել ռեսուրս, այս փուլում կարծիքով նպատակահարմար չի եւ նման գործերի վրա ռեսուրս ծախսել։ Կարծիքով այո, բավականին։ Հենց օրինակ տարական եթե մի բան ասենք, կան գործեր, որտեղ գործերով անցնում է մոտավորապես 15-ից 20 պատասխանող։ Յուրաքանչյուր ունի մեկ փաստաբան, ունենք դատախազ։ Ամեն անգամ այդքան անձին ծանուցում ուղարկելը դա պետության վրա բեռիս ծանուցումները մեր մոտ իրականացում են թղթային էլեկտրոնային համակարգ չունեն։ Այո, արդարացումը պետք է վերականգնվի, բայց մենք այստեղ պետք է ունենանք հաշվարկ, արդյոք այդ արդարության վերականգնումը ավելի թանկ չի նստում պետության վրա, թե այս փուլում, ինչպես նշեցի, թե հետագա փուլերում։ Այնպես չլինի, որ մենք բռնագանձենք 1 միլիոնի գույք, բայց մինչև այդ մենք արդեն այդ գույքը ձեր բռնագանձելու համար ծախսած լինենք $500,000, հետո էլ դա եվրոպական դատանում այդ մեր որոշումը բեկանվի, պետության կայացած եւ այդ անձին մի հատ էլ ավել վերադարձնենք։ Այսինքն այստեղ պետք է ընդհանրապես նստել այդ տարական հաշվարկը անի պետք է անել եւ հասկանալ որն է մեր համար հեռանկարային, որն է նպատակահարմար, նույնիսկ եմ ասում արդարություն եւ արդարադատությունը միշտ չի որ համընկնում են։ Այստեղ պետք է մի քիչ ավելի պրագմատիկ գործել ու հասկանալ սոցիալական արդարությունը ընդունում ենք, բայց նորից պետք է հասկանալ այդ գույքը բռնագանձման արդյունքում ինչ է լինելու։ Իսկ կա մի այսպիսի սկզբունք չգրված ըստ երևույթին օրենքով, որ բռնագանձման դեպքում այնպիսի մոտեցում ցուցաբերել, որ տվյալ անձի, տվյալ ընկերության գործերը չտուժեն, շարունակի ընկերություն աշխատել, հարկ է վճարում աշխատատեղերը։ Տեսեք, հենց այդ է խնդիրը, դատախազության մասով դա իհարկե դատախազության տիրույթում չի։ Դատախազությունը ընդհանրապես հայցնող գույքը կառավարողը դա գույքը բռնագանձելուց հետո փոխանցում է պետության Հայաստանի Հանրապետությանը, կառավարությունը դա որպես կանոն մեծամասամբ հանձնում է պետական գույքի կառավարման կոմիտեին։ Պետական գույքի կառավարման կոմիտեն անկեղծ ասած չունի այն ռեսուրսը, որը կարողանա կառավարել այդ մասշտաբի գույքերը։ Եվ հիմա նույնիսկ ասում մասնագիտացում չունի, այդքան աշխատող չունի, հիմա նույնիսկ ասում պրագմատիկ պետք է դնենք գնահատենք։ Եթե մեծ ընկերությունը այս բանին վճարում է բավական լիքը ընտանիքի ապրոստի միջոց է, բավականին մեծ հարկեր է մտցում պետական բյուջե։ Եթե այդ գույքը բռնագանձվեց, փոխանցվեց պետությանը, պետությունն էլ բավականին գործադի պետություն բավականին դանդաղ աշխատող մեխանիզմ է իրականում, էլի օբյեկտիվորեն ինքը բավականին դանդաղ, մինչև հավատարմագրային կառավարող գտավ, մինչև էս արեց, այն արեց, այդ բիզնեսը շատ մեծ վնասներ կարող կրել, հարկային պարտավորություններ կուտակել, անձանց կրճատել, այսինքն այստեղ հարկեր չմուծել եւ շղթայական այստեղ բավականին մեծ խնդիրներ առաջացնելու, որովհետեւ մեր ընկերություններից շատերը, որոնք բռնագանձման պահանջեն, շատ ներողություն հարկայինի, երբ որ հարկայինը տարվա մեջ մի քանի անգամ խոշոր հարկատունի ցուցակ է հրապարակում, այդ ընկերությունների մեծ մասը ցուցակի մեջ են։ Հիմա այդ խոշոր հարկատուններին արդյոք կարող ենք մենք կառավարել, չասած անշարժ գույք է, շարժական գույք է, անշարժ գույքը ինչ պետք է անի պետությունը այդքան մեծ ծավալով, օրինակ միջազգային փորձ կա բավականին լավ անշարժ գույքերի մասով կամ այլ գույքերի մասով, մենք այդ փորձը դեռևս չունենք։ Մեր մոտ ընդհանրապես շատ պրիմիտիվ մեխանիզմ է գործում, գույքը փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, ով հանում է աջորդի։ Բայց միջազգային պրակտիկան դա բավականին լավ զարգացում ունեցող ինստիտուտ է, որը որ մեր մոտ դեռևս չի գործում։ Օրինակ նույն Իտալիան ունի առանձին Իտալիան, երբ որ ուսումնասիրում ենք, առանձին ստորաբաժանում, ով զբաղվում է բացառապես ապօրինի ակտիվներով, բռնագանձված ապօրինի ակտիվների կառավարմամբ։ Մենք ի վերջո ունեցանք, չէ՞, նման դեպք Ծաղկաձորի Golden Palace-ի օրինակով, որ մինչև հիմա այդքան էլ Golden Palace-ը Էսպանիայից սկսել է աշխատել, իմ տեղեկություններով նոր սեփականատերը հյուրանոցի մի քանի օր առաջ էլ հարցազրույցներ դիտում նոր սեփականատիրոջ, ըստ իրեն արդեն աշխատում է այս տեղեկությունը որ արդեն իսկ աշխատում է, բայց իրականում այդ գույքն էլ բավականին երկար ժամանակ չէր գործում։ 18 թե 19 թվականին նախկին սեփականատերը փոխանցեց պետությանը, մի քանի մոտ մի տարի աճուրդներով որևէ մեկը չէր գնում, հետագայում աճուրդով ավելի ցածր գին դրեցին, նոր սեփականատերը ձեռ բերեց, հետո կորոնավիրուսի համավարակը սկսեց երկար ժամանակ ինքը մեկուսարան էր հանդիսանում,
Դրանից հետո նոր արդեն վերանորոգել է սկսել ընդ որում ըստ իրեն վարկային միջոցներով, այսինքն ինքը պարզ օրինակ է, որ պետությունը պետք է աչքի առաջ ունենա, դա ընդամենը մեկ հյուրանոց էր։ Եթե արդեն հյուրանոց չեղավ, եղավ մեծ բիզնես, որը պարբերաբար գործում է։ Այսինքն տեղօրինակ, տեղեկատվական տեղօրինակ կապի ծառայությունը, հենց նույն Յուքոմի օրինակը եթե բերենք, կամ ապահովագրական ընկերությունը, որից այս պահին իրական ժամանակում լիքը մարդ է օգտվում։ Ինչ ենք անելու մենք այդ բիզնեսը չենք կարող մենք թողել ասել։ Ըստ ինձ Հայաստանի այս պահին արդեն իսկ պետք է պետությունը մտածի այդ բիզնեսների կառավարման մասին։ Այս պահին ես առնվազն այդ քննարկումները եւ այդ նախագծերը չեմ տեսնում, որ պետության կողմից ինչ որ քայլ է ձեռնարկվում։ Առնվազն մենք պետք է տեսեք օրենքը նախատեսում է, որ հավատարմագրային կառավարման ինստիտուտ կարող ենք ունենալ։ Այսինքն բիզնեսները կառավարելու համար հավատարմագրային կառավարման կարող ենք տալ։ Այս փուլում առնվազն պետությունը պետք է այդ հավատարմագրային կառավարիչների ցուցակը ունենար։ Ես տեղյակ չեմ, որ այդպիսի ցուցակ ունենք մենք։ Հիմա եթե բռնագանձվեց օրինակ կամ չբռնագանձվեց որպես հայցի ապահովման միջոց իբր հանձնվեց պետությանը։ Իսկ ընդհանուր առմամբ կարճ խնդրում եմ ասեք, այս ապօրինի դուք արդեն բավականին փորձ ունեք, ապօրինի գույքի բռնագանձման այս գործընթացի շրջանակներում ավելի կատարելագործված, ավելի ճիշտ լինելու համար, բացի ձեր նշած այդ կառավարման դեպքից, այլ ինչ բացթողումներ կան, որոնք կարելի է լրացնել։ Տեսեք, բացթողումները չէ։ Ոչ թե բացթողում, ասենք այլ Տեսեք, կա զարգացման իրական կիրառման ընթացքում, ինչպես նշեցի, ապացույցների հետազոտի հիմնական խնդիրներից մեկը, որը միշտ նշվել է, դա ժամկետները, որը միշտ հանրությունը այդ հարցը բարձրացել է, ինչու է այսքան երկար, ինչպես նշեցի, հիմնական պատճառներից մեկը առնվազն գործերի քննության ժամկետները երկար է տևում, որովհետև ապացույցների հետազոտում ինքնին բավականին ծավալուն գործընթաց է։ Այստեղ առնվազն պրակտիկան ցույց տվեց, որ այսօրվա մեր քաղաքացիական դատավարության օրենսգիրքը այս ինստիտուտին պատրաստ չէր։ Այսինքն այստեղ մենք պետք է մտածենք այլ մեխանիզմներ գործի քննության, կլինի դա հատուկ վարույթ քաղաքացիական դատավարության մեջ, թե օրենքում կսահմանենք այս վարույթը, այսինքն տարական գործերի քննության հարցը, որը որ բավականին մեծ խնդիրներ առաջ ասեց։ Որոշ խնդիրներ նաև սահմանադրական դատանն էլ իհարկե բարձրացեց, դա արդեն հետագայում ժամանակի ընթացքում ժամանակի տեղը կգցի, որովհետև ամեն դեպքում ինքը գործող իրավունք է, կենթանի իրավունք է եւ ժամանակի ընթացքում պետական ացիաներն էլ իրենց պրակտիկայի մեջ բավականին հստակ այսպես ասած հղկումներ կանեն, պրակտիկան կգործի, բայց իմ կարծիքով այս պայն ամենակարևոր երկու խնդիրները, մեկը կառավարումն է, մեկն էլ գործերի քննության ժամկետներն է, որոնք որ պատճառներից մեկը հատուկ վարույթների բացակայությունն է, իմ կարծիքով դա ժամանակի ընթացքում կլուծվի, տեսնենք, հույսանք արդյունք կտեսնենք այս հարցերում առնվազն, մնացածը շատ իրականում տենց կան խնդիրներ, բայց շատ բավականին իրենք մասնագիտական նեղ շրջանակի խնդիրներ են, որոնք որ կարող է այս ֆորմատի արդյունքում շատ հասանելի չլինի էլի դիտողին։ Շնորհակալություն, պարոն Բուղադարյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում հարցազրույցն էր, որը կազմակերպվել էր Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ, եւ հարցազրույցը կազմակերպվել էր նաեւ Արդարացի դատաիրավական բարեփոխումներ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը։